Պատմական արդարությունը, պահանջատիրությունը մի կողմ, փոփոխված հայտնի ուղերձներով իշխող վերնախավը Ծիծեռնակաբերդի բարձունք է հասնում վաղ առավոտյան։ Այս տարի էլ հոգևոր դասը Նիկոլ Փաշինյանի առաջնորդած թափորի հետ չէ։ Իշխող վերնախավի հեռանալուց հետո միայն դեպի անմար կրակ ճանապարհը բացվում է բոլորի համար։ Ցեղասպանության ճանաչումը կկանխի նոր ոճիրները։ Ծիծեռնակաբերդի ճանապարհին լրագրողներին ասում է Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, իսկ պատմական արդարության հետևից չգնալու հետևանքները ծանր կլինեն։ Այսօր մենք տեսնում ենք Ադրբեջանը նոր տերմիններ է հնարում, ադրբեջանցիների ցեղասպանություն եւ այլն, եւ հասկանում ենք, որ նրանք օգտագործելու են այդ խաղաթուղթը, նրանք օգտագործելու են 300,000 ադրբեջանցիներ Հայաստանում բերելու խաղաթուղթը։ Դա մեծ վտանգ է մեր երկրի ներքին խաղաղության եւ մեր երեխաների անվտանգության համար։ Նիկոլ Փաշինյանը չէ, որ պետք է այս տասնյակ տարիների գիտական ուսումնասիրությունների փաստերով արձանագրված այս ոճիրին նոր նրբերանգներ տա։ Սա գիտականորեն ու փաստահեն իրողություն է եւ մեր հենց խնդիրն ու ողբերգությունն է, որ այսօրվա իշխանության նման քաղաքականության հետևանքով արդեն երկրորդ ըստ էության ցեղասպանության հատկանիշներով իրողության հետ գործ ունեցանք։ Խոսքը Արցախի հայալքման մասին է։ Ուժեղ Հայաստանի թիմը մասնակցում է միասնական աղոթքին։ Ամենայն հայոց կաթողիկոսն է անմար կրակի մոտ աղոթք բարձրացնում հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։ Սրբոց նահատակած սպասունքարանն է համալիր բերվել։ Ինչպես է դիմակայում կամ դիմակայելու իշխանության ճնշումներին, եկեղեցու դեմ հարձակմանն ու անհիմն մեղադրանքներին։ Կարեգին II այս թեմաներով լրագրողների իրեն ուղղված բոլոր հարցերն անպատասխան է թողնում։ Պատմությունը հիշելն ու պահանջատեր լինելը սա դրանք չէ, ասում է Նարեկ Կարապետյանը։ Ճիշտ հակառակը, սա է իրական խաղաղության ճանապարհը։ Մենք պետք է իհարկե տարածաշրջանում ունենանք լավ հարաբերություններ, բայց այդ լավ հարաբերությունները պետք է չլինեն արյան վրա, պետք է լինի արդարության հիմքով։ Թուրքիայի հետ հարաբերությունները մենք պատրաստ ենք վերականգնել առանց նախապայմանի, բայց թուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք։ Վերջին տասնամյակներում ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերն են ըստ Կարապետյանի, ինչ որ առումով կապել Բաքվի բռնապետի ձեռքերը, զսպել նկրտումները, որ Արցախում սկսածը չավարտի արյունալի ցեղասպանությամբ։ Իսկ Ծիծեռնակաբերդի բարձունքում մարդիկ են, որ ծանր պատմություններ են լսել իրենց նախնիների կոտորածի մասին։ Ինչ կասի քաղաքական վերնախավը, քանի անգամ կուրանա տեղի ունեցածը, իրենց ասում են, չի հետաքրքրում այլևս։ Շիրազներ ասել, հա, մեր Շիրազն ասել։ Ով մոռանա ցեղասպանությունը զույգ աչքով թող քորանա։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։